Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալվել է բուժքույր, ինչպես նաև բլոգեր Մարիամը։ Ողջույն Մարիամ ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ ինձ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ սկսենք, թե ինչպես առաջացավ Մարիամ Med անվանումը ձեր սոցիալական էջի եւ ինչպես որոշեցիք, որ պետք է զբաղվեք բլոգերությամբ։ Մի փոքր նկատառում Miami Med, իրական շատ-շատերն են հենց Mariam Med ասում, այդ արդեն սովոր եմ։ Տեսեք, գործից գործի գնալու էս իմ հիմնական մոտիվացիան էս է եղել, որ անընդհատ գործից գործի գնալով, աշխատելով միշտ փորձել եմ տանը զանգում էի, մամ, գիտես, գործից գործ եմ գնում, կամ ընկերներիս, կամ մի խոսքով պատմում եմ ինչ դեպքեր է իմ հետ եղել, ու ինչի մենակ իրանց, հա, մտածեցի կարող են բոլորն իմանալ դրա մասին, ու այդ նաև ինձ օգնում էր ավելի ոնց որ առույգ աշխատելուն, էլի, վայ սպասի, ես մենն էլ գնամ գործից գործի, որ Instagram-ում ունենամ, չգիտեմ, նոր պոստ անելու գաղափար ենթադրենք, ու մեկը մյուսին լրացնելով եկավ այդ միտքը, որ սկսեմ։ Կարանք ասենք, որ նաև այն բան է, որ շատ հաճախ բոլորիս մոտ առաջանում է, աշխատանքի ընթացքում միապաղաղ այդ գործընթացը, որ անդադ նույն գրաֆիկն է տեղ ունենում, նաև բլոգը հանդիսացավ քեզ համար մի աղբյուր, որ ավելի մոտիվացված լինես։ Հա, միանշանակ ինձ օգնեց, երբ որ եկավ մի պահ, որ ես հասկացա, որ ես լճացել եմ ու չեմ կարում, լավ, այսքաններ ու վերջ, ես պետքա գայի, չգիտեմ, աշխատեի երկու հիմնարկներում, մի տեղ հերթապահ մյուս տեղը լինեի ենթադրենք ավագ բուժքույր ու վերջ, այսքանն է իմը, բայց ես միշտ եմ սիրել նկարել, դեռևս չգիտեմ, փոքր տարիքում անգամ չեր նկարում հեռախոսը, ես պահում էի դիմացը, սենց ինչ որ բաներ էի ձայնագրում, կամ սենց նստում էի ինքս իմ հետ հարցազրույց էի վարում, ու այս ինձ մոտիվացրեց, եւ Instagram-ը ինձ մոտիվացրեց բուժքույրականի մասնագիտությունը, եւ նաեւ հակառակը, արդեն իմ մասնագիտության մեջ, որպեսզի չլճանամ, Instagram-ը ինձ օգնեց ավելի նոր թափով աշխատեմ։ Նաև խոսենք մասնագիտության վերաբերյալ, քանի որ ես ինքս հարցազրույցից առաջ նշեցի, որ դուք մոտիվացնում եք բավականին շատ մարդկանց, որպեսզի ընտրեն տվյալ մասնագիտությունը։ Խոսենք, թե ով է ձեզ մոտիվացրել եւ դուք ինչպես որոշեցիք, որ պետք է ընտրեք այս մասնագիտությունը։ Մասնագիտության հետ կապված շատ վաղուց է եղել ընտրությունը, իրականում այդքան էլ իմ ընտրությունը չի եղել, հայրիկս միշտ փոքր ժամանակ ինձ ասում էր դոկտոր, պրոֆեսոր, չգիտեմ, այնպես մտել էր իմ մեջ, բայց իմը չէր ընդհանրապես։ Ուղղակի ես փոքր տարիքում գիտեի, որ կա մի մասնագիտություն, դա բժշկությունն է, ուրիշ բան ես արդեն չգիտեի, որ առհասարակ կա։ Ու այն ժամանակ, երբ որ ես գյուղում էի ապրում դեռ, երազանքի պես բան էր գալ Երևան, լինել ուսանող ու սովորել։ Արդեն էական չէր թե ինչ, ուղղակի գալ Երևան եւ սովորել, ու հենց տենց էլ եղավ 14 տարեկանում եկա Երևան, սովորեցի, իհարկե այս բարագայում արդեն գիտակցում էի, հասկանում էի, թե ինչ ուղի է ինձ սպասվում, բայց քանի որ ընտրել էի ու պապային էլ չի ուզում նեղացնել ամեն դեպքում, հենց այդ մոտիվացիան այդքանով է եղել, զուտ պապայի ընտրությունը կոպիտ ասած, որի համար ես չեմ փոշմանում որպես այդպեսին։ Նաև որքանով էլ ինքս տեղյակ եմ, բժշկությունը բավականին բազմաոլորտ է եւ ինչպես որոշեցիր, որ տվյալ ոլորտում պետք է մասնագիտանաս։ Տեսեք, քանի որ նշեցի հենց 14 տարեկանում եմ ընդունվել բժշկական քոլեջ, այսինքն բժշկական համալսարան դեռևս պետքա ընդունվեի ու այդ որոշումը եկավ կանգնեց այնպիսի մի հարցի շուրջ, որ ես մտածեցի, արդյոք պետք է շարունակել, թե պետք չի շարունակել, որովհետև էլի եմ ասում, քոլեջում ավարտել եմ, քոլեջը ավարտել եմ 18 տարեկանում ու այնպես է որ դպրոցն էլ կարող էի այդ տարիքում ավարտել, նոր մասնագիտություն ընտրել, հենց այդպես էլ եղավ, ես դադար տվեցի, ընդունվեցի մանկավարժական համալսարան որպես սոցմանկավարժ, բայց քանի որ արդեն աշխատանքը որպես բուժքույր ստացվեց ինձ մոտ, ես կարողացա աշխատեմ, նենց սիրահարվեցի ես իմ աշխատանքին, որ ուսումս կիսատ թողեցի, քանի որ չէի հասցնում, կամ այնտեղ պետքա լինեի, կամ այնտեղ պետքա լինեի։ Ընդհանրապես մեզ թվում է, որ մասնագիտությունը բավականին վարդագույն ակնոցների երբ որ նայում ենք, հիասքանչ է, բացասական կողմեր չունի, ամեն ինչ դրական է, բայց ինքս էլ գիտեմ, որ նույնիսկ ուսման ընթացքն է բավականին բարդ եւ յուրացումն է այդ ամեն ինչի բավականին բարդ։ Ինչպես էր նախ սկսենք ուսման process-ից, ինչպես էր քո ուսման process-ը անցնում։ Այ ուսման process-ից, որ ասեմ շատ բան չեմ հիշում, մենակ բարձ հիշում եմ, որ երբ որ գնում ենք հանրապետական հիվանդանոց պրակտիկայի, ես շատ վատ էի դուրս գալիս, ֆրթնած, չգիտեմ, սենց սրտխառնոցով, ամեն անգամ զանգում էի տուն, ասում եմ, ես չեմ կարա, դուք չեք պատկերացնում, ինչա կատարվում, ստե դաժան էր շատ էլ, ինչ որ ես տեսնում էի, որպես ուսանող այդ ժամանակ, բայց չգիտեմ ոնց աշխատանքի ընթացքում արդեն դարձավ այդ ամեն ինչը սովորական։ Շատ բարդ է տեսնել դիմացի հիվանդ, շատ բարդ է տեսնել, որ ինքը կարա այս պահին լինի, կարա չլինի, իմ էջում հիմնականում հումորային կոնտենտ
հիվանդի ավելի շատ թեքում էս կողմն է, բայց ես ուզում եմ նաև ասել, որ չէ, շատ ավելի ստրեսային դեպքեր են լինում, երբ որ դու դողում ես ուղղակի, չգիտեմ, սիրտդ սենց չես կարողանում կառավարել, երբ որ տեսնում ես հիվանդը դիմացդ, չգիտեմ, կարա լինի ու կարա էլ չլինի, թեկուզ անգամ քո մի հատ սխալ քայլի պատճառով ենթադրենք։ Նաև ինչ դեպքեր կհիշես պրակտիկայի այդ ընթացքում, քանի որ երբ որ նոր ես եւ այդ ամեն ինչը քեզ համար անսովոր է, բավականին հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում, ինչպիսին էր քեզ համար այդ նոր աշխարհի բացահայտումը։ Իրական երբ որ նոր էի աշխատում, պարբերաբար ուշաթափվում էի։ Արդեն չգիտեմ, ամաչում էի, մեր բժիշկներն ասում են թող գնա էլի, ոնց որ շատ ես վատանում։ Իրական տենց շատ հումորային դեպքեր եղել է, չգիտեմ, ենթադրենք կակրաս վերջերս նաև հիշեցինք մեր բժիշկներից մեկի հետ, ուրեմն հիվանդը պուլս օքսիմետրը ձեռքից դուրս է գալիս, ես դեռ նոր եմ, բայց բժիշկը դուրս է եկել, իբր դուրս է եկել, բայց ինձ հեռվից հետևում է, եւ այդ պալչիկը դուրս է գալի մատից, ինքը թվերը սխալ է ցույց տալիս, ես չեմ կողմնորոշում, որ դուրս է եկել։ Ես այդ սխալ թվերն եմ տեսնում ու զանգում եմ բժշկին, ասում եմ. «Դոկտոր, հիվանդի պուլսը չկա, սատուրացիան ընկնում, մի խոսքով մենք կորցնում ենք հիվանդին»։ Դու ապուշ ես ասում, խիմ ապուշ, ու տենց ու չգիտեմ, գալիս է ու խնդալով, ասում ես քեզ չեմ սովորացրել, որ պետքա ուշադիր լինես առաջինը, չգիտեմ, տեսողականին, դու տեսնում ես հիվանդը քո հետ շփվում է, սպինալան զգացում է, հիվանդը արթուն է, հիվանդը գիտակից է, ինքը քո հետ խոսում է, հեչ, բայց որ դու մոնիտորին տեսնում ես, որ թվերը իջնում է գնալով, դու դրանից վախեցել ես, դա շատ հումորային էր։ Իրոք հիվանդը իմ հետ շփվում է։ Okay, ես այն հարց եմ տալի, ինքը լավ է, բայց երբ որ ես նայում եմ մոնիտորին, թվերը լրիվ ցածր վատ ցուցանիշը, ես sense պանիկայի եմ ենթարկվել, որովհետև դեռ նոր ես, դեռ ինչ որ sense հաշվարկած, ռոբոտացված վիճակներ է քեզ մոտ։ Նաև ասում են, որ մասնագիտությունը ընդհանրապես տղաներին եւ աղջիկներին տարբեր ձև է տրվում, ինչպես դու կարող ես մեկնաբանել, նաև շատ հաճախ լսել եմ այսպիսի կարծիքներ, որ որոշակի ուղղություններ ավելի լավ է տղաները ընտրեն, քան աղջիկները։ Ընդհանրապես մասնագիտությունը սեր հարցնում է։ Ըստ իս չի հարցնում բացարձակ, հատկապես բժշկությունը։ Ինձ համար, հա, օրինակ, չգիտեմ, տրավմատոլոգները մի քիչ ավելի sense ուժային աշխատանք է պետք, բայց լիքը աղջիկներ կան, լիքը կանայք կան, որ եւ ուժով չեն, այսպես ասած, զիջում տղաներին, այլ չեմ խոսում գիտակցության, գաղափարի եւ մասնագիտական ունակությունների առումով, ինձ համար առհասարակ սերի տարբերություն չկա։ Մենք ունենք շատ լավ բուժ եղբայրներ, ովքեր իդեալական կատարում են իրենց գործը, այսինքն հենց մեր բուժքույրական մասնագիտության մեջ հենց քույրական գործա չէ կոչվում ինքը, բայց ունենք բուժ եղբայրներ, ովքեր իդեալական աշխատում են։ Խոսեցինք ուսման ընթացքում եղած բարդություններից, իսկ հիմա նաև անցում կատարենք մասնագիտության ընթացքում, արդեն երբ որ գործնական կիրառել եք ձեր գիտելիքները։ Ընդհանրապես ինչպես էր մուտքը տվյալ մասնագիտություն, սկզբնական շրջանում ինչ ապրումներ ունեիք։ Վայ շատ օթերով էի, չէի հասկանում որտեղ եմ աշխատում, չգիտեմ, կարող ասեն ստրտիկներ նկարեի լեյկոների վրա, չեմ ինչ որ sense մանկական վիճակներ մոտս, ես չէի հասկանում, որ թե ուր եմ աշխատում, որովհետև սկզբնական շրջանում ես աշխատել եմ խանութում, ու միանգամից անցում կատարել արդեն բժշկական ոլորտ, չգիտեմ, դեռ փոքր 19 տարեկան ու միանգամից ծանր բաժին, հա, այնպես չէր ընդունանից եմ սկսել կամ չեմ թերագնահատում իհարկե ոչ մի աշխատանք, բայց միանգամից անեսթեզիան մի փոքր բարդ է, քանի որ ինձ պետք է եղե մոտ 3 ամիս վերապատրաստման համար։ Շատ լավ, իսկ երբ որ դուք արդեն մասնագիտանում եք, ինչպես նշեցիք, նաև օրվա ընթացքում հանդիպում եք տարբեր ցավալի դեպքերի, որոնք ազդում են նաև ձեզ վրա։ Ընդհանրապես ինչպես է, երբ որ տեսնում ես, որ դու կապ ունես մարդկային կյանքի հետ, ու շատ հաճախ այդ մարդկանց վերջին հույսը նաև դուք եք։ Էլի եմ ասում, կկրկնվեմ երևի, այդ զգացողությունները ամեն անգամ, հա, տարբեր չեն լինում, ամեն անգամ նույն ձև, այսինքն եւ առաջի տարում, թե 7-րդ տարում, այդ նույն զգացողությունը դու հիվանդի հետ ապրում ես, դու չես կարող չապրել, դու գնում ես տուն ու մտածում ես, տեսնես ինչ եղավ իր հետ, մատ զանգում ես, չգիտեմ, աշխատավայր, ասում ես, ինչ կա այն հիվանդից, ոնց է ինքը, դու իր հետ ապրում ես, էլի։ Միգուցե անցնում է որոշ ժամանակ դու մոռանում ես իրան, որովհետև նորն է գալիս, բայց ամեն դեպքում այդ նորի հետ էլ ես սկսում նոր ձև տանջվել, այնպես որ հոգեբանորեն բարդ աշխատանք է շատ։ Մասնագիտությունը իր ծանրաբեռնված իրադրության հետ մեկտեղ նաև պետք է ունենա համապատասխան վարձավճար եւ շատ հաճախ այսօր շատերը բողոքում են, որ ամենամեծ խնդիրը հենց դա է։ Ընդհանրապես ինչպես եք վերաբերվում դրան եւ ինչպես եք նաև կարողանում ձեր աշխատանքով այնպես անել, որ հասցնել բավարարել ձեր կարիքների գոնե մեծ կամ կես մասը։ Իրական շատ լավ նկատառում էր, տեսեք բլոգը վարելուց
առաջ նաև մեծ միտում կար բարձրաձայնել հենց աշխատավարձի, աշխատանքի ծանրության եւ արդեն փոխհատուցման անհամապատասխան լինելը։ Բուժքույրերի աշխատավարձը Հայաստանում բավականին ցածր է, ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ բավականին լավ են վարձատրվում։ Կան բժիշկներ, ովքեր այստեղ թողնում են ամեն ինչ, գնում են աշխատելու որպես բուժքույր, բուժեղբայր, հա, եւ վարձատրվում են շատ ավելի լավ, քան օրինակ մեր երկրում բժիշկն է վարձատրվում։ Բուժքրոջ աշխատավարձը գրեթե հավասար է մայրապետի աշխատավարձին հիմնականում պետական հիմնարկներում։ Ես նորից եմ ասում, չեմ թերագնահատում ոչ մեկի աշխատանքը, բայց եթե բուժքույրը 3-ից 4 տարի սովորում է, վճարում է ուսման վարձ, որը գրեթե կազմում է շատ բարձրագույն համալսարանների ուսման վարձի անգամ եւ շատ, հա, ինչի պետք է ինքը մայրապետի հետ վարձատրվի հավասար։ Բուժքույրը աշխատում է բժշկի հետ հավասար, վարձատրվում է մայրապետի հետ հավասար։ Ես միշտ դրա մասին բարձրաձայնել եմ։ Մասնավոր հիմնարկներում մի փոքր այլ է։ Մասնավոր հիմնարկներում բժիշկը գիտակցում է ծանրաբեռնվածության աստիճանը, ճիշտ գնահատում է, բայց բոլորի բախտը չի, որ բերում է, հա։ Իմ բախտը բերել է, բայց բոլորի բախտը չի, որ բերում է։ Այս հարցում ես կուզեմ, որ վերանայվի աշխատանքը։ Տեսեք, շատ հիմնարկներում կան ատեստավորումներ, որ անցնում են մասնագետները, հա, ուսուցիչները կլինեն, օրինակ, չգիտեմ, տարբեր։ Չկա հնարավորություն, որպեսզի բուժ աշխատողը, բուժքույրերը, հենց միջինես պերսոնալը, իր ունակությունը, ես չեմ ասում բոլորին, միգուցե բոլորը արժանի չեն, հա, միգուցե բոլորը ուղղակի աշխատում են մարդկանց ատեստավորման օրինակ ներկայացնեն, իրենց գիտելիքի ընտունակության չափով բարձրացնեն աշխատավարձերը։ Նաև հիմնական տարածված խնդիրներից է հերթապահությունները գիշերային եւ մարդիկ շատ հաճախ երբ որ հետ են մղվում մասնագիտությունը ընտրելուց հենց տվյալ հերթապահություններն են, քանի որ դժվար է անձի համար գիշերային եւ ցերեկային այդ ժամային գրաֆիկների խառնելը, ինչպես է ընդհանրապես անցկացնում քո հերթապահության այդ ցիկլային շրջանները։ Տեսեք, ես արդեն 7 տարի աշխատում եմ հենց նույն ինտերվալով, հերթապահում եմ, հերթապահությունից հետո գնում եմ աշխատանքի, ցերեկային հաստիկով, ինչպես նաև լինում է դեպքեր, որ մյուս հիվանդանոցում եւս հերթապահում եմ։ Այսինքն ստացվում է, որ 24-48 ժամ ես տանը չեմ լինում։ Շատ կարևոր է հարմարավետությունը եւ իհարկե շատ կարևոր է հոսքը։ Լինում են հիվանդանոցներ, որտեղ շատ են վիրահատությունները, հիվանդները, խնամքը, թե դու որ բաժնում ես աշխատում, ծանրաբեռնված է, լինում է, որ թեթև է լինում, բայց ամեն դեպքում տանը չլինելը, տանը չքնելը, տանը չարթնանալը քեզ հարմար քո անկողինը, եթե չի, արդեն իսկ բավականին հոգնեցուցիչ է։ Հա, այս մասով, երբ որ օրինակ sense գիշերը հիվանդը կանչում է կամ ասում են վիրահատության ես բարձրանում ես եւ այլ 3-ին 4-ին, sense մի կերպ բան եմ անում, ասում վերջ, այսօր լույսը բացվում է ու ես գնում եմ դիմում եմ գրում, որովհետեւ ինձ է sense պետք չի, բայց լույսը բացվում է, գնում ես այդ ինտերվալի մեջ ու ուրանում ես։ Ընդհանրապես հերթապահությունների ժամանակ ինչպիսի արտառոս դեպքեր են տեղի ունենում եւ ինչպես է արձագանքում այդ ամենին։ Տեսեք, առհասարակ հերթապահության միանգամից չես կարող անցնել։ Դու պետքա ունենաս համապատասխան փորձ, պետքա կողմնորոշվես, որովհետև առհասարակ հերթապահության ժամանակ բերվում են դեպքեր, որոնք շտապ են, այսինքն պլանային վիրահատություններ չեն լինում։ Շտապ վիրահատության դեպքում կարող է լինել դանակահարություն, կարող է լինել ավտովթար, կախված սանձրությունից, նաև շատ շտապ պետք է արձագանքես դու։ Քեզ չպիտի ասեն, այս ինչ բան է արա, դու արդեն պետքա գիտակցեն, հասկանաս ինչա կատարվում ու առաջի բուժօգնությունը, ինչպես նաև կարողանաս քո բժշկի հետ նույնիսկ դու հուշես իրեն ինչ է պետք անել, որովհետև լինում է մի քանի վայրկյան, շատ խառնաշփոթ ու քեզ պետք է ընդհանրապես վայրկյաններ, որ կարողանաս պատվով դուրս գաս այդ աշխատանքից, այնպես որ հերթապահությունը բավականին բարդ է էլի այս առումով։ Նաև ձեր բլոգում տարածված հարցերից մեկը այն է, որ եթե վարձատրությունը իրենց պատկերացմամբ այդքան ցածր է լինում, ինչպես եք կարողանում դուք թեկուզ ձեզ թույլ տալ ձեր ավտոմեքենան կամ այլ այն ամենը, ինչ որ թույլ եք տալիս, եւ մարդիկ հետաքրքրվում են, որն է ձեր գաղտնիքը։ Իրականում շատ-շատերն են գրում, որ Մարիամ ջան, մենք մոտիվացվում ենք ձեզանով, մենք ուզում ենք դառնալ, չգիտեմ, ես ուզում եի դառնալ ենթադրեմ իրավաբան, բայց ուզում եմ դառնամ բուժքույր։ Վայ, այնքան եմ, sense գրում եմ, չեմ ալարում, հատուկ այդ միշտ պատասխանում եմ, որ մի նայեք իմեջով, մի նայեք մենակ դրական կողմերը, շատ բացասական կողմեր կան, ես ներկայացնում եմ այն, ինչ որ ես եմ ուզում դուք տեսնեք, բայց հավատացեք, որ դժվար է։ Ես, հա, միգուցե ես կարողացա հաղթահարել։ Գյուղից եկած աղջիկ, ով չուներ գրեթե
ոչ մի բան, ինձ համար նպատակ էր, որ ես պետքա, չգիտեմ, ունենամ մեքենա, ես պետքա ունենամ տուն, ես պետքա հագնվեմ, նենց ոնց որ ես եմ ուզում շրջագայում, ես դրան հասա, էլի եմ ասում, օր ու գիշեր չքնելու, օր ու գիշեր աշխատելու արդյունքում։ Ընթացքում նաև ինձ օգնում է ժամանակ առ ժամանակ բլոգը, բայց հիմնականին ֆիքս եղել է հերթապահությունների, լրացուցիչ աշխատանքի, աշխատանքային ժամից դուրս աշխատելու ֆոնի վրա, այնպես որ շատ բարդ է, պետք է անընդմեջ աշխատել, եթե պատրաստ են դրան, չգիտեմ, պետք է փորձեն ուղղակի։ Մարիամ, նաև երբ որ գյուղից տեղափոխվեցիր քաղաք, բավականին մեծ տարբերություններ լինում են մարդկանց համար, եւ ինչպես էր քեզ համար այդ տարբերությունները եւ ինչպես դու հաղթահարեցիր այդ ամենը։ Բա իրականում ուսանող տարիքում, որ ասեմ շատ կաշկանդվում էի, ինչ որ չգիտեմ, վատ էի զգում, չէ, ուղղակի ես զարմանում էի։ Ամենամեծ բանը ինձ զարմանալն էր, ես չգիտեմ, շատ տարբեր բաներից զարմանում էի։ Իրականում ես երբեք կտրված չեմ եղել, մենք պարբերաբար եկել ենք, իմ քույրիկներն էստեղ ապրել են, բայց ես որպես այդպիսին մենակով չեմ եղել, չգիտեմ, ինձ համար դժվար էր տրանսպորտից օգտվելը, մետրոյից, ես վախենում էի, ամաչում էի ասել, որ կանգառում կանգնեք, գնում էի, չգիտեմ, որտեղ էի իջնում։ Իրոք շատ դժվար էր ինձ այդ առումով։ Ու նաև, հա, չգիտեմ, այդ ընկերական մասով ասեմ, ինձ համար ընկերները շատ պարզ ու մաքուր էին յուղում, քաղաքում իջև ես կենտրոնացա, թե որն է իրական ընկերությունը, իջև գտա իսկական ընկերներ, ուսանող տարիքում գրեթե տենց չի եղել, հա։ Միգուցե տարիքից է, միգուցե իմ դիրքորոշումից է, ամեն դեպքում ես էլ շատ փոխվեցի։ Այնպես չի ես մնացի նույն Մարիամը ու չգիտեմ սովորեցի քաղաքին ես ուղղակի քաղաքում դարձա չեմ ասում բոլորից մեկը կամ չեմ ասում այլ ուղղակի ես եւս իմ մեջ ինչ որ բաներ փոխեցի որ զուգահեռ բոլորի հետ կարողանամ քայլել բայց փոփոխությունները լինում են երբ որ որոշակի նաև իրադարձություններ եւ դեպքեր են լինում որոնք մեզ վրա ազդում են կարելի ասել կյանքի դասեր են լինում որոնք են եղել քո կյանքի դասերը Կյանքի դասերը, էլի եմ ասում, հենց ընկերության առումով կարող եմ ասել ուսանողական կյանքի մասին խոսքը, ես հիմա ունեմ շատ լավ ընկերներ, որոնց պաշտում եմ ուղղակի, ինձ շատ հարազատ են իրանք, բայց առաջի հարվածներն եղել է հենց ընկերության ոլորտում, ուսանողական տարիքում, ու այդ երևի գրեթե այդքանը, տենց որ ասեմ շատ կյանքի դասեր, բան չէ, տենց ինչ որ բաներ փառք Աստծո չի եղել, միշտ իմ շուրջը միշտ հանգիստ է եղել։ Եթե պանիկա էլ ստեղծել եմ, ես եմ արհեստականորեն այդ արել, թե չէ, իմ շուրջը միշտ ամեն ինչ եղել է, ոնց որ ես եմ ուզել։ Նաև երբ որ խոսում ենք ընկերության մասին, այստեղ մի բան կա, որ երբ որ դու արդեն առաջ ես գնում, ունենում ես զարգացումներ, նաև ոչ միայն քո մասնագիտության մեջ, այլ նաև քո բլոգում, ընկերների թվաքանակը կարող է ավելանալ կամ կարող է պակասել։ Քեզ մոտ ինչպես եղավ եւ ինչպես փոխվեց ընդհանրապես քո շրջապատի վերաբերմունքը քո հաջողություններին զուգընթաց։ Տեսեք, քանի որ նշեցի, որ իմ շուրջ այնց ընկերներ են, ովքեր ումոնց ես պաշտում եմ, այդ տենց էլ կա, ես չկորցրեցի, իրոք չկորցրեցի, փառք Աստծո, ավելացան ընկերներ, բայց ընկերներ ասելով այսպես է դու մոտ ես ընդունում դու հարազատ ես ընդունում բայց կա սահման որը որ չի բերել այդ բլոգը քեզ հա այդ ընկերության մեջ ուղղակի դու քո սահմաններով ի փոքր շրջապատը տա մեծացել ու դու էլի սիրում ես հարգում ես եւ փոխադարձ այդ ամեն ինչը ստանում ես իրենցից Մարիամ, նաև մենք օգտագործում ենք անեսթեզիա, այս բավականին դժվար արտասանվող եւ դժվար կարդացվող բառը, ինչ է իրենից ներկայացնում։ Բառի հետ կապված էլ իրականում շատ հետաքրքիր է։ Առաջի անգամ երբ որ վիդեո տեղադրեցի, մեծ արձագանք ստացավ հումորային էր, բայց կարծեմ փակել եմ TikTok-ում։ Հենց անեսթեզիոլոգին դիմելու ձևերից էր։ Անաստազիոլոգ, նարկոսչիկ, նարկոզաբան, նարկոզոլոգ։ Այս բառերը, հա, ուղղակի վիրավորում էին, ասենք հսկական բաժանմունքի բժիշկները նստած լուրջ հարցեր են քննարկում ու կներեք քնացնող բժիշկը ստեղ, ոնց որ ասենք իմ խադավիկը կամ չգիտեմ, էլի լրի вообще կապ չունեցող մասնագիտության անունտային։ Տեսեք, անեսթեզիան դա հենց նարկոզն է։ Բոլորի կողմից սարսափելի հետաքրքիր նարկոզն է, որի ժամանակ անջատվում է ամբողջ մկանային համակարգը, շնչառական համակարգը, աշխատում է միայն սիրտը, մնացած ամեն ինչ կառավարում է բժիշկը մոնիտորի եւ ապարատի միջոցով։ Նաև քանի որ ինքս բավականին շատ ֆիլմեր եմ դիտել եւ հենց նարկոզի վերաբերյալ հարցերը միշտ ինձ մոտ առաջանում էին, ընդհանրապես եղել է դեպքեր, երբ որ օրինակ մարդուն նարկոզ է իրականացնում եւ նարկոզը ազդեցություն չի ունենում եւ վիրահատության ընթացքում արտանում է մարդը։ Տեսեք, ինձ հետ կոնկրետ նման դեպք չի եղել։
բայց տեխնիկական առումներով շատ անհնարին ոչինչ չկա, հա, այսինքն եթե մի փոքր մասնագիտորեն դու լավ չտիրապետես եւ որպես բուժքույր եւ որպես բժիշկ, ինչ որ առումով հնարավոր է, չգիտեմ, դեղի դոզաչափը ենթադրենք սխալ արված լինի կամ օրինակ կաթետրը, որի միջոցով դեղորայքը գնում է, ուղղակի այդ պայն սկզբում նորմալ լինի, ընթացքում խցանվի կամ չգիտեմ, մաշկիտակ անցնի, այսինքն երակը հունով չգնա ու ինչ որ խնդիր առաջանա, բայց տրագետիկ չի դա, այսինքն եթե անգամ հիվանդը վիճության ընթացքում մի հատ մատը շարժեց, ինքը ոչինչ չի հիշում, ինքը ոչինչ չի զգում, դա ուղղակի ռեֆլեքսն է իր մարմնի ազդակն է, որ վայ ես ինձ ցավացրեցին, բայց հիմնականում էլի եմ ասում, դա չեմ ուզում ուղղակի զուտ բացառեմ, ասեմ վայ անհնար է նման բան, բայց չի լինում հիմնականում։ Նաև ինքներդ էլ նշեցիք, որ շատերի մոտ ահասարսուռ պատկերացումներ կան նարկոզի վերաբերյալ։ Ընդհանրապես գիտենք, որ այդքան էլ բացասական ազդեցություն չի ունենում, բայց ինչ հետևանքներ կարող է իր հետ հանգեցնել։ Տեսեք, սրանք շատ խիստ մասնագիտական հարցեր են, որոնց պատասխանելը ոչ թե չեմ կարող պատասխանել, այլ մասնագիտորեն ինձ թույլ չեմ տա, հա, որովհետև սա ավելի շատ բժշկի պատասխանելու հարցեր են, բայց նաև կարող եմ sense մակերեսային անդրադառնալ, որ անեսթեզիան վախենալու չի, որովհետև եթե կա վիրահատության կարիք, պարտադիր պետքա լինի նաև անեսթեզիա, հա, գնահատվում է ռիսկերը, հիվանդը հետազոտվում է, բայց անգամ կյանքի ցուցման դեպքում այո վերցում են վիրահատության։ Ուղղակի պետքա համապատասխան բոլոր հետազոտությունները անցնել ու վերջ։ Մարիամ, քանի որ դու ինքդ բժշկության մեջ ես եւ բժշկությունը զարգացում է ապրում, նաեւ արտաքին կոսմետիկ միջամտությունները իր հերթին ունենում են տարբեր տենդենսեր, շատ հաճախ կիսվում ես քո կատարած որոշակի միջամտություններով, ընդհանրապես ինչպես առաջացավ ցանկությունը եւ ինչ փոփոխություններ ես իրականացրել։ Տեսեք, ուրեմն, երբ որ ընդունվեցի արդեն մասնավոր կլինիկայում, որտեղ որ մինչև այսօր աշխատում եմ, մենք ամեն օր քիթ էինք վիրահատում ու մեկը մյուսից սիրուն, հա, անի էսթետիկա է, միտեղ մենք իրականացնում ենք ռինոպլաստիկա, ինչ շատ էր դուր գալի բժշկի աշխատանքները, Կարեն Ֆիրդուսիչի ու ամեն օր երբ որ դու տեսնում ես, որ քո դիմաց մարդը փոխվում է, դու ավտոմատ չես կարա զերծնել։ Ես երբեք չէի մտածել, որ ես կուզենամ օրինակ վիրահատեմ իմ քիթը, բայց քանի որ ամեն օր տեսնում եի եկան, օրինակ, չգիտեմ, 80% սիրուն ու գնացին 100%-ով, դա քո մեջ մտնում է, որ չէ, իմ քիթը անպայման վիրահատելու է, ու ես վիրահատել եմ իմ քիթը։ Ես իրականացրել եմ վերջերս շուրթերի ծավալի մեծացում։ Տանը գիտեին թե չէ, չգիտեմ, ամեն դեպքում կիմանան։ Չէ, որպես այդպեսին հումոր էր, հա, ես իմ որոշումների մարմնի հանդեպ պատասխանատվությունը իմն է, այնպես որ կարծում եմ չափը եթե չանցնենք ու չափը որոշում ենք ամեն մեկս մեր համար, չգիտեմ, եւ նաեւ հաշվի առնելով մեզ հարազատ մարդկանց, չգիտեմ, ցանկությունները։ Ես օրինակ տենց եմ, եթե գիտեմ, որ չէ 100% սա դիմացինից վրա ինձ հարազատ մարդու վրա կանդրադառնավատ, միգուցե եւ ինձ նեղություն տամ մի քիչ էլ ու չանեմ օրինակ։ Նաև նշեցիր, որ շատ հաճախ պետք է իմանալ չափը եւ չանցնել այդ սահմաններից, բայց մարդիկ երբ որ որոշակի միջամտություններ են անում, տեսնում ենք նաև սոցիալական հարթակներում, որ կա ձգտում լինել իդեալական եւ արդյոք չկա որոշակի այդ ձգտումը, որ նաև փոփոխություն կատարեմ այստեղ կամ այնտեղ։ Ինչու է մարդկանց մոտ առաջանում այդ ցանկությունները։ Ես իմ օրինակով եմ բերում, որ հա, երբ որ դու քո աչքով տեսնում ես, որ փոխվեցիր, մի փոքր, քեզ մնացածը, օրինակ, եթե քիթդ ավելի գեղեցկացավ, քո աչքերին այտերդ կարող է մի քիչ ավելի կլոր է կամ, չգիտեմ, ավելի կախա, հայացքդ այն չի։ Գնալով ամեն, երբ որ փորձում ես սարքես իդեալական, ուժվում է քո մարմնի մնացած հատվածները, որոնք միգուցե եւ իդեալական են, բայց քանի որ դու արհեստականորեն ես բերել իդեալականի ու դա ավելի գեղեցիկ է հաստատ նայվում, ավտոմատ քո մարմնի մնացած հատվածները արդեն զիջում են, հա, մյուսին։ Ու գնալով, բայց ես փորձում եմ այդ բանը չանցնել, ես այդքան իմ մեջ գիտակցելով, ես ամեն դեպքում ինձ սիրում եմ նաեւ այսպեսին, ես օրինակ չեմ սթորիներում կամ ռիլերում միշտ չի որ շպարված եմ, միշտ չի որ, չգիտեմ, հարդարված եմ, այդ բան ոնց որովհետև ես չեմ նեղվում, հա, իմ տեսքից, իմ արտաքինից ու նույնն էլ խորհուրդ կտամ իմ հասակակից մարդկանց, ովքեր օրինակ մեզ հետևում են։ Մենք եւս, հա, մենք բլոգերներս եւս հանդիսանում ենք մեր դիմացիների համար, հիմնական երեխաների 15-16 տարեկան հետևում են, նայում են, սիրում են, ասում են իրա քթից եմ ուզում, իրա շուրթերից եմ ուզում, իրա աչքերից եմ ուզում, հավատացեք, կարող է ես ձեզ տեսնեմ
ես ձերից ուզեմ, այսինքն դուք էլ եք շատ սիրուն, հա, որ նայում են մեզ, չգիտեմ, դուք էլ ձեր, ուղղակի քանի որ մենք ձեր աչքին անընդհատ երևում ենք, դուք սկսում եք սիրել մեզ, սկսում եք հավանել այդ ամեն ինչը ու չգիտեմ, առանձնացնում եք ինչ-որ բաներ, որը պետքա կոնտրոլ անեք ձեր մեջ, որ չէ, հա, սիրում եմ, լավն է, սիրուն է, բայց ես իմը ունեմ, իմը ավելի լավն է։ Նաև երբ որ սկսեցիք զբաղվել բլոգինգով, ինչպես փոխվեց հարաբերությունները հիվանդների հետ եւ ինչպես էր հիվանդների ընկալումը ձեր գործունեությանը։ Իմ առումով փոփոխություն չի եղել։ Ես ուղղակի նկատել եմ, թե ես ոնց եմ վերաբերվում։ Եթե նախկինում չէի նկատում, ես արդեն բլոգինգից հետո նկատել եմ, որ ես իրականում շատ սիրառատ եմ հիվանդների հետ։ Ես շատ ժպտերես եմ հիվանդների հետ, այնինչ իրականում լսել եմ նաև ես ինքս որպես բուժառու, հա, որովհետև բախտ վիճակվել է, եւ նաև լսել եմ, որ շատ, չգիտեմ, դժգոհությամբ լինում է, որ ուղղակի չեն ժպտում։ Սովորական ժպիտը պակասում է։ Ես շատ ժպտերես եմ իրանց հետ, ես դա ուղղակի բացահայտել եմ, ոչ թե փոխվել է։ Բայց իրանց կողմից վայ այնքան հավես է, չեք պատկերացնի, գալիս են, վայ դուք են բլոգերն եք կամ գալիս են կլինիկա, չգիտեմ, հենց իմ համար են գալիս, ասում են, որ մենք ձեզ հետևում ենք, մենք տեսանք, որ դուք ստեղ եք, բան շատ մեծ վստահություն ունեն իմ հանդեպ, շատ մի ուրիշ ձև են ինձ։ Եթե բժիշկը ասեց, գնաց վերջում հետ գալիս են ինձ հարցում, տենց հա չէ, ասում եմ, դե բնականաբար ես էլ ասում եմ, այն ինչ որ ճիշտն է։ Նաև ընդհանրապես մենք տեսնում ենք հիվանդների եւ ինչպիսին է հիվանդի հոգեբանությունը, այսինքն ինչպես պետք է ընդհանրապես բժիշկը շփվի հիվանդի հետ։ Սրտացավորեն ու հասկանալով։ Տեսեք, լինում է դեպքեր, որ մենք ստանդարտ ամեն օր նույն վիրահատությունն ենք անում, մեր համար այդ երիկամի անտանելի ցավը արդեն այնքան ենք լսել, ասում ենք, հա, այսա դեղ կանենք կանցնի, բայց այդ բուժառուի մոտ դա առաջի անգամ է։ Ինքը դրանից կարա չգեմ տրագետիկ ինչ-որ հոգեվիճակի մեջ ընկնի, որովհետև ցավ ազգում։ Իսկ մենք ամեն օր լսում ենք, որ այս ինչ մարդու ենթադրենք, այս ինչ հատվածը ցավում է, օքեյ, եսա կցավազրկենք կանցնի։ Մեզ համար սովորական է դարձել։ Դիմացինի համար դա առաջի անգամն է։ Ուղղակի պետքա մենք մեր մեջ, ես էլ լինում ապա ասում, հա, եսա կանցնի, մեկին են սրտից ցավ ատել, ասում, բայց ինքը չգիտի, որ եսա կանցնի, սպասի գնամ բացատրեմ, հասկանա թե խի պիտի եսա անցնի այդ ցավը, էլի, այդ ես գիտեմ, հո ինքը չգիտի։ Նաև դուք ձեր հոլովակներում մի շարք հոլովակներ նվիրել եք պատերազմական թեմաների, որոնք մարդկանց մեծ մասի կողմից հենց դրականորեն ընդունվեց, ընդհանրապես ինչպես առաջացավ գաղափարը եւ ինչ եք ներկայացնում դուք։ Պատերազմի հետ կապված իրականում շատ դժվար որոշեցի ռիլ տեղադրել, ինձ իմ շատ հարազատ ընկերը Նինան ամեն գնով տեղադրի, էլի խնդրում եմ, մի փոքր հատված տեղադրի ու ես տեղադրեցի դա կարծեմ անցած տարի։ Բայց այդ ռեպորտաժը պատերազմի վերաբերյալ դեռ նկարվել էր 21 թվականին, կարծեմ 21-22 թվականին։ Չգիտեմ, ուղղակի ուզում էի խոսել, ուղղակի ուզում էի պատմել, պատերազմի թեման այն թեման է, որ ես պարբերաբար ուզում եմ խոսել մարդկանց հետ դրա մասին, հա։ Որտեվ քո մեջից ինչ որ չափով ուզում ես դուրս հանես, բայց ինչքան էլ պատմում ես, մեկը ոչ ժամանակն է հերիքում, ոչ դիմացինը, միգուցե այդքան էլ իրան հաճելի չէ թեման լսել եւ այլ, բայց հա, իմ լսարանի կողմից բավականին մեծ ու լավ արձագանք ստացավ, ողջունեցին այդ քայլը, որը կարծում եմ այնպես չի ողջունելու քայլը, դա պարտք էր, որ պետքա անեինք, եթե կարող էինք։ Նաև կարող ես համապարփակ կերպով ներկայացնել ընդհանրապես հոլովակի բովանդակությունը, քանի որ վստահ եմ, եթե քեզ չհետևող մարդիկ կան, հնարավոր է, որ տեսած չլինեն։ Իրականում պատմում ենք պատերազմը, ինչպես մեզ համար սկսվեց, ինչպես 20-21 տարեկան աղջիկները որոշեցին գնալ առաջնագիծ, հենց օրինակ ես եղել եմ Մարտակերտի զինվորական հոսպիտալում, դա կամավոր էր, թե պարտադրական, դա կամավոր էր իրականում, առաջի անգամ իհարկե եղավ, որ ուղարկում են, ու իհարկե կարող էինք հրաժարվել, բայց չհրաժարվեցինք, երկրորդ անգամ ես կոնկրետ գնացել եմ արդեն կամավոր կերպով, ուղղակի պատմում ենք պատերազմից, թե ինչեր ենք տեսել, թե ինչերի միջով ենք անցել, ու կար հույս ու հավատ, որ կվերադառնանք ողջ ու առողջ, ու կար արդյոք հույս, որ կպահպանենք հայրենիքը, թե չէ։ Ամեն դեպքում ցավը կմեղմանար, եթե մենք ունենայինք հաղթանակ։ Բայց ես միշտ եմ ասել, որ անկախ մեր պարտությունից սպիտակ բանակը միշտ հաղթել է։ Ինքը պայքար է տարել, շատ արդար, հանուն ոչնչի, ոչ աթոռի, ոչ պաշտոնի, ոչ կոչման, ինքը հանուն ոչնչի, ուղղակի մարդկային կյանքի համար մեծ պայքար է տարել ու հաղթել է։ Մինչ այսօր
սպիտակ բանակը դեռ պայքարում է, որովհետև այն հիվանդները, այն բուժառուները, պատերազմի մասնակիցները, ովքեր որ կռվել, վիրավորվել են 20 թվին, միգուցե ավարտվեց բոլորիս համար 20-21 թվին, մենք դեռ վիրահատում ենք այդ հիվանդներին, մենք դեռ այդ վիրահատական այդ խնամքները, զինվորի տունը դեռ աշխատում է այդ հիվանդների հետ, հա, մենք դեռևս պատերազմի պայքարի մեջ ենք։ Ինքս տեսել եմ բավականին շատ հոլովակներ, նկարներ, երբ որ ցույց են տալիս, որ մարդը պատերազմից առաջ լինում է մեկ այլ լրիվ ուրիշ, թե արտաքնապես եւ թե հոգեպես, եւ պատերազմից հետո մարդը կարող է 100 աստիճանի տակ փոխվել։ Ընդհանրապես, ինչպես են դառնում պատերազմից հետո եւ ինչպիսի ազդեցություն ունեն պատերազմի թողած հետքերը մարդկանց վրա։ Տեսեք, արտաքին տեսքի առումով սկզբնական օրերին ես նկար էի նկարվել, ուղարկել էի քույրիկին, որտեվ թվում էր թե դա վերջի նկարն է, որտեվ ռմբակոծում էին մի խոսքով, այդ նկարում ես իմ էջում ունեմ տեղադրած, ինձ ոչ մեկ չի ճանաչում, ուղղակի չեն ճանաչում, ու հենց այդ օրվա նկարներն առհասարակ մի քանի նկար ունեմ, որոնք էջում կան իմ Instagram-յան, բայց դա հարցի լրիվ մյուս կողմն է։ Մենք վերադարձանք, մեզ խնամեցինք, կարգի եկանք։ Հոգեբանորեն հիշողության մեջ դաջված են շատ վատ դեպքեր, ձայներ, հոտ։ Ես միշտ ասում եմ, որ իմ քթի մեջ է այդ հոտը, որը կապում է պատերազմի հետ, այդ հողի, արյան, բետադինի, պերեկիսի խառնված հոտն է, այդ պայթունների ծուխի, որը օրվա ցանկացած պահի կարող եմ ես զգալ, չգիտեմ, օրինակ եթե լինեմ հարսանիքում, ինչ-որ հաց ուտելուց ես այդ հոտը պահի տակ զգամ, տանը լինեմ, քնից արթնանամ այդ հոտը շնչելով։ Այդ հոտը չկա, այդ հոտը իմ հիշողության մեջ է, ու ինձ անդադ տանում է պատերազմ։ Շատ մեծ վախեր կան սայլուտների հանդեպ։ Երբ որ գիշերը, օրինակ ես վերջերս էլի նստած ենք հերթապահ անձնակազմով ու 11-ի կողմերը սայլուտ, նենց ենք վեր թռել, 4-ով ենք նստած, երկուսս վեր թռանք, ես ու մեր մյուս բուժքույրը, ով էլի մասնակցել էր պատերազմի։ Այսինքն այդ ամեն սայլուտի ձայնից քեզ թվում որ ռմբակոծում են։ Չգիտեմ, մի տեսակ անտանելի է դառել այդ ամեն ինչը ու անտարբերությունը։ Ինչի մասն է խոսքը, երբ որ վերադարձանք, ես փողոցում մարդկանց էի տեսնում, ինձ թվում էր իրանք մեղավոր են, որ մենք այս ամեն ինչի մեջով անցել ենք, իսկ չարացել էի, ասում եմ ինչի պետք է ես այդ ամեն ինչը տեսնեմ, ինքը չտեսնի, ինքը իմ հետ հավասար էս փողոցում, ինչ որ sense չարություն էր մտել իմ մեջ, չեմ թաքցնի, բայց ընթացքում այդ անցավ, այդ չարությունը անցավ, բայց մնացած այդ վախերը, տագնապը, հետ չգալու, քեզ մեղավոր զգալու, որտեղ մերոնց հաջող չի արել։ Ես անցել էի մեր տան տակով, փողոցով, հենց սկզբում Մարտակերտը գնացել էինք Գորիսի ճանապարհով, իդեպ ես Արցախում եղել եմ 2 անգամ, երկուսն էլ պատերազմի ժամանակ։ Չեմ ասել, որ գնում եմ, զանգում են, ասում են բարի գալուս Ղարաբաղ Տիլեկոմ, չգիտեմ ուտեղ ոնց են վատանում մաման, պապան, անգամ պապան մինչ այսօր տեսողության խնդիր ունի, որտեղ աչքի ճնշումը բարձրացել եւ այլն։ Երկրորդ անգամ արդեն գնալուց գիտեի, որ հաստատ չեն թողնի, որ ես գնամ։ Մեր տան տակով ասես արդեն դրմբոն էին գնում, որտեղ Մարտակերտի հոսպիտալ էլ չկար։ Ասում եմ մամ կներես էլի մտքիս մեջ քո տան տակով եմ անցնում, բայց չեմ կարող մտնեմ քեզ հաջողանեմ, որտեվ գիտեի, որ էլ չի թողնի ես հետ գնամ, գլացի, կվատանա։ Մենակ զանգեցին մեր տնօրենին, ասի խնդրեմ մամայի կողքն եղեք, որտեվ սա շուտով հասնելու եմ ոնց որ Արցախ ու արդեն անհասանելի եմ լինելու։ Ընդհանրապես ինչպիսին է քո զգացմունքները, երբ որ մենք բավականին հաճախ նաև տեսնում ենք այն զինվորներին կամ տեսնում ենք թեկուզ այն զինվորների պատկերները, ովքեր չկան, այդ ամեն ինչը քո մոտ այդ ցավերը, որ արթնացնում է, ինչպես ես դու կարողանում դրանք հաղթահարել եւ քո նշած այն տագնապները, որոնք դու ունեցար քո աշխատանքից հետո, ինչպես կարողացար իդ վերադառնալ որոշակի չափով կյանք։ Զուտ ժամանակը ինձ բերեց դրան։ Զինվորների առումով չեմ կարող հստակ ասել, որ անցել է իմ մոտից այդ տագնապային վիճակները, երբ որ այդ տարիքի տղաներ եմ տեսնում, ես չգիտեմ, հիշում եմ տղաների դեմքեր եմ հիշում, ովքեր մահացան հենց վիրահատական սեղան, իրանց դեմքը իմ աչքի առաջից չի գնում, չեմ մոռանա երևի թե երբեք էլ, բայց առհասարակ թե ոնց անցա կյանքի, ուղղակի ես ժամանակը ինձ օգնեց, ժամանակը բուժում է, միգուցե եւ դա ծեծված խոսք է, բայց իսկապես ժամանակը քեզ հանում է այդ ամեն ինչի միջից։ Մարիամ, իսկ ինչպես սա պատերազմական դաշտում իրադրությունը, մենք իհարկե պատկերացնում ենք, բայց երբ որ ներկա ես լինում, դու ականատես ես լինում այդ բոլոր զգացմունքներին, ընդհանրապես թե մասնակիցները, թե կյանքի համար պայքարողները եւ թե հայրենիքի համար պայքարողները, ինչ ապրումներ էին ունենում եւ ինչ դեր ունի նաեւ հենց ձեր մասնագիտությունը այդ պահին նրանց օգնելու, սթափեցնելու, աջակցելու համար։ Տեսեք, պատերազմի ժամանակ ես բացահայտեցի շատ շատերին,
Թե որպես մասնագետ, թե որպես, չգիտեմ, անգամ անծանոթ մարդկանց բացահայտելը բավականին հեշտ եղավ։ 18, 19, 20 տարեկան տղա երեխաները ավելի պատրաստակամ էին նորից մեկնել առաջնակից, քան հասուն արդեն մարդիկ, ովքեր կլինեին պայմանագրային, ենթադրենք կամ կամավոր։ Միգուցե դա տարիքի առումով էր, որ իրենք դեռ չէին գիտակցում, օй մենք կգնանք, մենք կփրկենք, մենք կանենք, հա։ Լինում էր դեպքեր, որ թույլ վիրավորում էր ու ուզում էր հետ գնալ, լինում էր դեպքեր, որ ծայրահեղ ծանր էին, բայց միջև վերջ ուզում էին հետ գնան դիրքեր, հա։ Ինչպես նաև բժշկական ոլորտում։ Այնպես չի, որ բոլոր բժիշկները եկել ու եղել են մարդիկ, ովքեր այո, ես բարձրաձայնում եմ սրա մասին, բավականին մեծ տարիքով տղամարդ, բժիշկ եկել է մի ժամ հետո հետագնացել Ստեփանակերտ, ասել է ինձ չէին ասել, որ ես գալու եմ օրինակ այստեղ։ Ով всё հետագնացել ինքը։ Ու ես 20-21 տարեկանում համարյա 24 օր մնացել եմ։ Ու ինպես էլի լիքը մարդիկ։ Պատերազմի ժամանակ հիվանդը պարկած է գետնին, սեղանին վիրահատական, չգիտեմ, մենք ընտրում էինք շատ վատ բառ է, բայց միակ արտացոլումը պատկերի ճիշտ է դա։ Մենք ընտրում էինք այն հնարավոր մարդկանց, ովքեր հավանականությունը անգամ 1% ավելի բարձր էր, որ կապրի, փորձում էինք իրեն օգնել։ Եթե իրեն չստացվեց, նոր կամ ստացվեց, անցնում էինք արդեն կոպիտ ասած երկրորդ, երրորդ տարբերակներին։ Այսինքն ոչ թե մենք էինք ընտրում ով ապրի, այլ արդեն իսկ ում ցուցանիշները գոնե ավելի լավն էր, որովհետև հակառակ դեպքում մենք կարող էինք կորցնել նաև երկուսին էլ։ Փլվում է պատը, չգիտեմ, հարվածները մոտենում են, քեզ թվում է, որ կմտնեն ներս, քեզ թվում է, որ կայրեն, մի պահ ուղակի փախնում ես պատի տակ, եթե օդային տագնապ է։ Ու եթե անգամ դիլեմա դրա ժամանակը չէ, դու վիրահատությանն ես, դու շնչացնում ես հիվանդին, չգիտեմ, նարկոզ ես տալի, ինտուբացնում ես, դու դրա ժամանակն ես, ասես աշկետ մի պասից փակում ես, վсё անցավ, անցնում ես քո գործին։ Բայց որ հանդարտվում է այդ ամեն ինչը, ասում ես, Աստված իմ, ես էս ուր եմ, էս ոնց է լինում, չգիտեմ, էս ոնց եմ հետ գնալու։ Ես ոչ թե վախեցել եմ հենց բունկերում, որտեղ մենք եղել ենք, ես սարսափել եմ ճանապարհից գնալ, գալուց, որը եղել է 4 անգամ, 2 անգամ դե գնացել եմ, 2 անգամ հետ եմ եկել։ Ես աղոթում եի, որ հանկարծ մեզ չտանեն, գերի չլինենք։ Ասում եի, չթող մահանամ, չգիտեմ, մի անգամից լինի։ Ամեն թուփը, երբ որ շարժվում էր ճանապարհին, դիմացի, ինձ թվում էր կամ մեր տղաները մեզ կանգնացնում էին ինչ-որ հարցով, ես թե ոնց էի վախենում, ասում եի, Աստված իմ, մի անգամից ինչ լինում է, մի անգամից հանկարծ մեզ գերի չտանեն։ Իմ միակ վախը է դա եղել ամբողջ պատերազմի ժամանակ։ Մարիամ, դուք ընտրել եք մի մասնագիտություն, որը իրականում շատ դժվար է եւ կյանքի ամբողջ կարելի ասել շրջափուլը նվիրված է մասնագիտությանը։ Շատերը նաեւ հետաքրքրվում են, թե ինչպես եք դուք կարողանում ձեր անձնական կյանք ունենալ եւ ընդհանրապես հետաքրքրվում են արդյոք ձեր կողքին որևէ մեկը կա թե ոչ։ Իրականում, հա, լինում էր ժամանակ, որ ես այդ ժամանակը չէի ունենում, ուղղակի չէր ստացվում, պետք է դուրս գաս, չէ՞, ինչ-որ մեկին հանդիպես եւ այլ, կամ անգամ եթե կա ընտրության հնարավորություն, դու չունես այդ ժամանակը իրեն տրամադրելու համար։ Բայց վերջերս ես իմ Instagram-յան էջում մի քանի անգամ փոքրիկ ճակերտները բացել եմ, որ այո, ես ունեմ կողակից, բայց մնացածի հետ կապված դեռ բացարձակ հրապարակումներ չկան։ Ուզում եմ ավելի կոնկրետացվի ամեն ինչ, չնայած կոնկրետ է, բայց ուզում եմ միանգամից լսարանին ցույց տամ ավելի արդեն տոնական նկարներով, ավելի արդեն իրական պատկերով։ Գիտեմ, որ դա այնպիսի թեմա է, որը նաև հետագայում ցանկանում ես, որ ավելի վստահ կերպով կիսվես քո հետևորդների հետ, բայց ի՞նչն էր նրա մեջ այն առանձնահատկությունը, որը քեզ գրավեց եւ դու կարողացար համոզված լինել, որ այո, ճիշտ ընտրություն ես կատարում։ Առաջինը երևի հանդիպումը, թե ոնց ստացվեց ու ինչքան ճակատագրական եղավ, իրական շատ հետաքրքիր կերպով ենք հանդիպել, ես խոստանում եմ սրա մասին խոսել իմ էջում դեռ, ուղղակի շատ բացել չեմ կարող լինել ինչի համար, որովհետև եւ ես եւ նա աշխատում ենք այնպիսի մի ոլորտում, այնպիսի մի կառույցում, որտեղ շատ սահմանափակ է խոսքը, անգամ ընտրությունը, երբ որ մենք պետքա շփվեինք, ես գիտեի, որ ինձ չի կարելի զբաղվել բլոգինգով, որովհետև իմ կողքին ինքն է, բայց այնպես ստացվեց, որ ինչ որ չգիտեմ, այս կարելի, այս չի կարելի, այս անենք, այս չանենք, չգիտեմ, իր հետ նկարել ապարակել անգամ չի կարելի ենթադրենք, հաղթահարեցի, որովհետև իմ կողքի մարդը իսկապես տղամարդ է, ում կարելի է վստահել, ով քեզ սիրում է, հա, ես ինձ շատ եմ սիրում, ու երբ որ ինձ էլ են շատ սիրում,
Ինձ համար արդեն կարևոր է, որ ինձ շատ սիրեն, չգիտեմ, իսկապես քո կողքին պետք է լինի այնպիսի մարդ, ում դու լիարժեք սենց գլուխը դնես ուսին ու ասես ոնց ուզում ես, տենց արա, որովհետև ես վստահ եմ, որ դու կանես ճիշտը։ Բայց ձեր նշած պայմանները, որ նկարներ չհրապարակել եւ գաղտնիությունը պահպանել, ինձ հիշեցնում է իրավական ոլորտը կամ որևէ ծառայություն, ծառայողական պարտականություններ իրականացնելը։ Այո, դες ճիշտ է հուշում։ Դե ինչ, Մարիամ, նաև որպես ամփոփենք, ինչ նպատակներ ունես ընդհանրապես բլոգիդ վերաբերյալ եւ ինչ նպատակներ ունես քո մասնագիտության վերաբերյալ, զարգացում, ընդհանրապես ինչ է սպասվում քո հետևորդներին։ Տեսեք, մասնագիտության վերաբերյալ իրականում միտում կա հենց Instagram-յան էջում ես ցանկանում եմ իմ փոքրիկ բիզնես ունենալ, դրա մասին եւս դեռ չեմ ուզում շատ ճակերտները բացել, բայց այդ կլինի վաճառքի մասով իհարկե ու լրիվ բուժքույրական, բժշկական ոլորտի։ Եթե ստացվի դա ինձ մոտ ու կարծում եմ, որ պետքա ստացվի, ես շատ ուրախ կլինեմ, ամեն դեպքում դեռ հստակ ոչինչ չեմ նախագծել, բայց ուզում եմ սկսել արդեն։ Դե ինչ, շնորհակալ եմ Մարիամ նման անկեղծ եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ ձեզ հնարավորություն տալու համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք մեր սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։